Դե շատ լավ տպավորություն էր, քանի որ հաղթեցինք, կարևոր է մեզ այսօր 3 միավորներ ու մեր բոլոր ազգի օգնությամբ, մեր բոլոր ժողովրդի օգնությամբ հասանք մեր նպատակին, բայց դեռ դեմերը շատ կարևոր խաղ կա ու հիմա պատրաստում ենք այդ խաղին։ Գոլերի 4 գոլ խփինք, հաղթեցինք ու ոնց ասեմ, մեր հայ ազգի օգնությամբ եւ մեր դուխի, որ գիտենք, որ այսօր մենակ մեզ հաղթանակա պետք ու դենց է արեցինք։ Չի ասեմ, մենք շատ լարված ենք խաղում, ես կասեի իրանք ավելի լավ խաղացին առաջի 15 րոպեն, բայց դրանից հետո մենք մեր խաղը գնանք ու սկսեցինք գնդակ վայելը, որը որ շատ կարևոր էր մեր համար։ Դե այսքան մոտ չենք եղել ու հույս ունեմ, որ առաջին անգամ կհասնենք։ Իսկ ինչի հաշվին բացի, որ մակեդոնացիները մնացին 10 հոգով ինչ առավելություն մենք կարողացանք ասած խոշոր հաշվով հաշվի չեն շարքում, որ շուտ առավելություն ունենք, մենք օգտագործեցինք մեր պայը, շատ լավ խաղացինք, մեկս մյուսի համար, մինչև վերջ բարձր տրամադրության ժողովուրդն շատ մեծ դեր խաղաց, շնորհակալություն նրանց, որ եկել էին եւ հույս ունեմ, որ սրանից հետո միշտ այսպիսի լեփլեցուն մարտադաշտներով հանցականներ կունենանք։ Դե շատ ուրախ եմ իհարկե, 4-1 շատ լավ հաշիվ էր, շատ լավ բալետ էին անում, մեզ ուժ էին տալի, մենք իմ կարծիքով շատ լավ խաղ ցուցադրեցինք, թիմային կարևորը դա էր եւ կարողացանք հաղթենք։ Դե միշտ ճնշում կա, որ ամեն մեկն մի քիչ մտածում է, էսի մեր շանսն է, պետք է անպայման կրենք, հանգարց գոլ բան բաց չթողնենք, դա համար մի քիչ լարվածություն կա, բայց հետո իմ կարծիքով 20 րոպեից հետո արդեն ամեն ինչ նորմալ խաղացինք, արդեն մեր խաղը խաղացինք ու շատ լավ, ամեն ինչ շատ լավ էր։ Ինչով խաղը սպասում եք սա Ընդհանրապես, որ ես մտնում եմ դաշտ, ես հաշվի մասին չեմ մտածում։ Առաջի հերթին նա է, որ մենք գոլ բաց չթողնենք ու մի գոլով էլ կրենք կրած խաղը։ 3 աչոքն է կարևոր։ Իհարկե շատ լավ է, որ 4 գոլ խփեցինք, իմ կարծիքով ավելի շատ գոլեր կարանք խփենք, նենց որ ուրախ եմ։ Я думаю, всех и болельщиков, меня в том числе. Здорово сыграли. Генрих на высоте, Юра Мовсисян, ну, многие, в принципе, заслуженно победили. Я не ожидал, что так легко, в принципе, дастся эта победа. Очень рад. Третья игра, правда, много голов, всего пропустила 1 Ну, ребята молодые, не умеют останавливаться, просто подержать мяч им хочется еще и еще забивать, поэтому. И даже тот же опытный Саркис Овсепян мне сам говорит, что сбей темп, чуть-чуть дай успокоиться, а сам берет мяч и бежит 70 метров с ним, поэтому так получается. Сейчас никогда шансы Армении очень высоки, чтобы попасть в финальную часть. Что надо в Исландии сыграли хорошо? Ну, сыграть на своем уровне. И я думаю, что тот футбол, который показываем последние 2 месяца, в прошлом году осенью, я думаю, что мы должны обыграть Ирландию. Շատ լավ, որովհետև հաղթեցինք, կարծիքով շատ կարևոր հաղթանակ էր եւ հենց հիմիկվանից մեր մարզիչը ասաց, որ պետք է պատրաստվում մյուս խաղին։ Մենք ֆավորիտ ենք այս խաղը, Սպասում ենք, որ դժվար խաղ է լինելու ու հավատում ենք հաղթանակի ամենակարևորը իմ կարծիքով դա էր եւ չգիտեմ ինչքանով ստացվեց, բայց ինձ թվում է, որ հաղթեցինք, ուրեմն ստացվեց։ Իռլանդիայի խաղացիչի Բնականաբար գնում ենք հաղթանակի ու ամեն ինչ պետք է անենք, որ հաղթենք։
Ալո։ Բայց մենք շատ երջանիկ ենք, մենք պաշտում ենք Հայաստանի հավաքականին Վարդան Մինասյանին, շնորհավորում ենք բոլորից ամբողջ հայությանը, կեցե Հայաստանը, ուրա! Որ մեզ ուրախացնում են, շատ շնորհակալ ենք։ Ինչ հաջողություններ էլ ունենան, ինչքան էլ չունենան, մենք մեկը միշտ իրանց հետ ենք լինելու։ Մինչև վերջ, առաջ Հայաստան։ Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք, նրա կարգի ուզվել եմ չգիտեմ, ճիշտ ասած չէ, 3-1 հաշվին է, սպասում 4-ը վավշե հանակել գալել։ Ավելի շատացի հիմա հիմիկվատերությամբ Հայաստանը առաջին տեղն է, արդեն կձևավորվի ավելի ճիշտ Ռուսաստանի խաղից հետո։ Եթե հաղթանակ լինի, մենք երկրորդ տեղի կընկնենք։ Տպավորությունները շատ լավն էին, հաստատ մեր հավաքականը դուրս է գալու եզրափակիչ փուլ էդի միանշանակ են առաջի խաղից գիտեի, ինչ ասեմ, ուժեղ ենք, հզոր ենք, բեսամտ ուժեղ, ամեն ինչ լավ է, տենում եք էլի դուք իքները, դոմսեմ Որ հայերը միշտ հաղթող են լինեմ, ես ցանկանում եմ ամբողջ Հայաստանին երջանկություն, թող մեր ֆուտբոլիստները, մեր մարզիկները, մեր ժողովուրդը միշտ հաղթող լինի։ Ես ուրախ եմ, ձեր ցավը տանեմ, ցանկանում եմ մեր հայ ժողովրդին այնքան բանը, որ կարեն պահպանեն, թե Եվրոպայում, թե աշխարհում, որ իրենք ունեցել են փառք։ Հայաստան! 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 Հայերը շատ լավ կացին, ես արդեն կարող եմ շապշել այս խաղի վրա, որտեղ այս վերջին խաղը պարզապես շատ հիանալի են խաղում։ У меня потрясение от людей, которые теперь живут в нашем городе, в Армении. Это интеллигентные, правильные люди, с которыми просто потрясающее ощущение. На стадионе всегда, в первую очередь, на первый план выходит, в общем-то, агрессия. Я был в шоке от того, что я на стадионе сегодня видел до забитых голов. Только улыбку, радость и желание праздника. Я поздравляю нас всех поздравляю с этим потрясающим фактом победы, который, конечно же, еще больше объединит нацию и вытащит из этих депрессий, которые, к сожалению, существуют. Высокие шансы у сборной Армении попасть. И это будет безумно несправедливо, если сборная Армении с такой игрой не выйдет в финальную часть. Я буду очень болеть за сборную Армении. Спасибо вам. До свидания. Удачи.